Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Քիմիական գիտությունը եւ արդյունաբերությունը Հայաստանում ունեն երկար տարիների հարուստ ավանդույթներ։ Հայաստանում գործում են մի շարք ակադեմիական ինստիտուտներ, որոնցում իրականացնում են առաջատար հետազոտություններ, իսկ Խորհրդային Միության օրոք Հայաստանը խորհրդային քիմիական արդյունաբերության խոշորագույն կենտրոններից մեկն է եղել։ Այսօր ես ստուդիա եմ հրավիրել Երևանի Պետական Համալսարանի Քիմիայի ֆակուլտետի դեկան Արմեն Գալստյանին եւ մենք կզրուցենք քիմիայի անցյալի, ներկայի եւ ապագայի մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերքս ընդունելու համար։ Ձեզ շնորհակալ։ Երևի սկսենք պատմությունից, պարոն Գալստյան։ Ինչպես ձևավորվեց այդ գիտությունը Հայաստանում, ովքեր են եղել հանգուցային դեմքերը եւ ինչպես եկանք այսօրվան։ Իրականում Հայաստանում, հայկական լեռնաշխարհում քիմիան շատ բուրըն զարգացել է, ալքիմիական տիրույթից նույնպես, մեծամորի, պղնձամոլիբդենային արտադրության այդ հնածո տարածքը։ Իրականում բազմաթիվ խեցեղեններ կան, մետաղական իրեր կան հայտնաբերված, բազմաթիվ մատենագրական հուշումներ կան նաև մատենադարանի պահոցներում, որտեղ քիմիան բուրըն զարգացում է ունեցել։ Բայց ինչևէ 20-րդ դարի սկզբից արդեն իսկական քիմիագիտության ոլորտ եկել ենք մեր նվիրյալների շնորհիվ, որոնք բերեցին մեզ այն մակարդակի գիտություն ու հնարավորություն, որը մրցունակ էր ամբողջ աշխարհում։ Հիմնական հիմնադիրներից մեկը Ստեփան Ղամբարյանն էր եղել, ով իր կրթությունը ստացել էր Գերմանիայում, այնուհետև վերադարձել էր Հայաստանում հիմնադրելու քիմիայի գիտության հիմնասյունը։ Եւ ակունքներում հենց ինքն էր, որ ստեղծեց նորակառույց արդեն Երևանի Պետական Համալսարանի այն ժամանակ Պետական Համալսարանի Երևանի համալսարանի հիմքում քիմիայի ամբիոնը, որտեղ դասավանդվում էր բոլոր քիմիական մասնագիտական ոլորտները, այնուհետև հրավիրվեցին նաև այլ մասնագետներ, որոնք արդեն իսկ կարացան ընդլայնել ամբողջ գիտական եւ արտադրական հզորությունները։ Ստեփան Ղամբարյանն է այսպես ասած հայրը մեր քիմիագիտության Հայաստանում 20-րդ դարից մինչ օրս, որը այդ հիմնասյուները դրել է։ Իր շնորհիվ է, որ Սովետ միության շրջանում մենք ունեցանք հզոր քիմիական արտադրություններ եւ գիտական կազմակերպություններ, ակադեմիան, քիմիական մասնաճյուղը մասնավորապես եւ հենց իրական 21 թվականից քիմիայի ամբիոններ Երևանի համալսարանում հիմնադրվել, այնուհետև 33 թվին ֆակուլտետը Տեր Ղազարյանը, որը դեկան էր եւ այնտեղ ղեկավարում էր, նշեմ, որ առաջին Սկոպոսյան, այսպես ասած, հոդվածներից մեկը հենց եղել է Ղամբարյանի հոդվածը, նվիրված պերօքսիդների եւ ամինների փոխազդեցության, որ այդ գիտությունը բերել էր Գերմանիայից Հայաստան։ Ինչևէ, իրականում շատ նվիրյալներ կան, որոնց շնորհիվ ակադեմիական եւ կրթական համակարգեր ստեղծվեցին, իրական Երևանի պետհամալսարանի հենքի վրա ստեղծվեցին ինչպես բժշկական, մանկավարժական, պոլիտեխնիկական համալսարանները եւ այլ ինչպես ուսումնական, այնպես էլ գիտական կենտրոններ։ Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը, օրգանական եւ դեղագործական գիտատեխնոլոգիական կենտրոնը այսպես այսօր կոչվում է, բայց ինքը 3 կառույցների հիմնավորված մասնիկ է, կենտրոն է։ Ունենք քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, Նալբանդյանի անվան, ով Մոսկվայում էր երկար տարիներ աշխատում, այնուհետև վերադարձավ եւ քիմիական ֆիզիկայի ուղղությունը ներդրեց
Հայաստանում եւ հիմա այս պահի դրությամբ առաջատար ինստիտուտներից մեկն է Հայաստանում իր հագեցվածությամբ երիտասարդ գիտնականների եւ առաջատար գիտնականների շատ բարձր որակի հետազոտություններ են իրականացնում։ Այո, բացի գիտական նաեւ կիրառական ոլորտի բազմաթիվ հետազոտություններ են անում։ Ինչևէ, անկախ Հայաստանի Հանրապետության շրջանակում մենք քիմիական արտադրության մի մեծ հատված կորցրեցինք, ինչպես Նայրիտն է, որը 40 թվին ստեղծվեց Ղամբարյանի ինիցիատիվայով եւ ինքը շատ բուրըն զարգացավ ու դրա հետևանքով ունեցանք այլ կազմակերպություններ, որոնք իրար հետ փոխկապակցված էին, օրինակ անվադողերի գործարանը եւ այլն։ Իրականում շատ են քիմիայի ներդրումը մեր կենցաղում ներկա պահիս էլ բազմաթիվ գիտնականներ եւ արտադրողներ աշխատում են իրական փոքր արտադրությունը քիմիական ինքը միշտ էլ կա մասնավորապես մակրող եւ լվացող միջոցների արտադրությունը կոսմետիկ միջոցների արտադրությունը բայց իրանք փոքրածավալ են այն մասշտաբային չեն ինչպես մեծ Նայրիտի եւ այլ տես գործարաններ դա ինչ-որ առումով հասկանալի էր որովհետեւ այն ժամանակ նրանք իրականացնում էին ծրագրեր որոնք խորհրդային միության մասշտաբներն էին ներառնում։ Այլ կերպ ասած, դա հզորագույն արդյունաբերություն էր, որը ուղղված էր դեպի մեծ պետության կարիքների բավարարել։ Մյուս կողմից, դուք շատ կարևոր հարց բարձրացրեցիք կապված համալսարանական միջավայրի հետ եւ կրթությամբ։ Ես այսպեսի մի հարց կուզենայի քննարկենք։ Ժամանակակից քիմիան ծայրաստիճան լայն կապեր ունի տարբեր գիտությունների հետ, սկսած բժշկագիտությունից եւ վերջացած ֆիզիկայով եւ նյութագիտությամբ։ Եվ համահունչ քայլելու համար ժամանակի պահանջների եւ այսպես ասած պրոգրեսի ընթացքի հետ հասկանալի է դառնում, որ շատ ճկուն կերպով պետք է ներդրվեն նոր ինչ-որ ծրագրեր, նոր ուղղություններ։ Օրինակ մասնավորապես ես շատ կարևորում եմ Հայաստանում նյութագիտության զարգացման հարցը, որովհետեւ այդ material science կոչեցյալը այսօր երևի ամենաակտուալ ուղղություններից մեկն է, որովհետեւ ձևավորվում է մի լրիվ նոր մշակույթ որը օգտագործվում է ինչպես հիմնարար գիտության տեսանկյունից, այնպես էլ կիրառական։ Ինչպիսի աշխատանքներ են այդ ուղղությամբ տարվում, որ ձևավորվեն նոր ծրագրեր, միգուցե բակալավրական, ակնհայտ է որ մագիստրոսական եւ ինչպիսին է այդ առումով իրավիճակը քիմիական ֆակուլտետում։ Ասեմ, որ քիմիայի ֆակուլտետում այս պահին գործում է երկու բակալավրական ծրագիր, մեկը քիմիան է, բուն, դասական կրթությամբ, 4 տարվա կրթությամբ, զուգահեռ ունենք սննդի անվտանգություն բակալավրական ծրագիրը եւ 3 մագիստրոսական ծրագրեր քիմիա դասական, սննդի անվտանգություն եւ նյութագիտություն։ Մի քիչ անդրադառնամ նյութագիտությանը, որովհետեւ ինքը շատ կարևոր եւ առաջատար գիտություններից մեկն է ներկա պահից, որովհետեւ այն ամեն ինչը ինչ մեզ շրջապատում է եւ ֆունկցիոնալություն ունի, հենց նյութագիտության, այսպես ասած, ստեղծարար մտքի հետևանք է, որովհետեւ նյութագիտությունը իրականում քիմիայի, ֆիզիկայի եւ որոշ չափ կենսաբանության մեծ ընդգրկունությամբ ինժեներիայի համադրում է։ Մեզ մի քանի տարի առաջ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Philip Morris Science-ի հետ համատեղ առաջարկեցին ստեղծել մագիստրոսական ծրագիր նյութագիտության եւ մենք 2 տարի շարունակ արտերկրի բազմաթիվ գիտնականների հետ եւ արտադրությունում աշխատող մասնագետների հետ քննարկումների արդյունքում ստացանք մի ծրագիր, որը արդեն այս տարի կունենա 3-րդ շրջանավարտները, 2 տարվա կրթական ծրագիր է եւ որը կառուցված էր միջազգային փորձի հիման վրա եւ արտադրությանը պահանջվող մասնագիտական որակավորումների վրա։ Այս ծրագիրը ստեղծվեց մեր Երևանի Պետ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի, ներկայիս պահին ֆիզիկայի ինստիտուտի եւ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետ համատեղ գիտությունների ազգային ակադեմիայի եւ համատեղ ստեղծեցինք այդ ծրագիրը։ Մեր դասընթացների հիմնական մասը
դա իրականացում է քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ նյութագիտության բարձր գիտության մասնակից գիտնականներ կան, հենց նյութագիտության ոլորտի, եւ այնտեղ ուսանողները սերտում են այդ նրբությունները նյութագիտության միջմասնագիտական հատվածի, ինչպես ֆիզիկայի, քիմիայի, այնպես էլ նաեւ ինժեներիայի ոլորտի։ Մեր ուսանողները հենց անմիջապես մասնակից են լինում այդ մինի արտադրական գործընթացներին, օրինակ թաղանթների պատրաստման, օրինակ, որոնք օգտագործվում են չիպերի արտադրության մեջ կամ 3D տպագրության, որը միտված է օրինակ կենսահամատեղելի հոդերի պատրաստման մեջ եւ այլն։ Այսինքն դա բժշկագիտության ոլորտը նաեւ, այսինքն այդ կրթությունը շատ կարևոր է ներկայիս պահանջների համար, որովհետեւ միայն ճիշտ է, մեր քիմիկոսները կարող էին վերավորոշակի վերապրոֆիլավորում անցնել, դառնային նյութագետ նույն ձևի ֆիզիկոսները վերապրոֆիլավորվում էին, բայց այն հիմնարար գիտելիքը, որ երկուսին էլ պետք էր, այդ քիմիական նյութագիտության կրթական ծրագրի շրջանակներում ավելի լավ էր ստացվում եւ ասեմ, որ մեր կրթական ծրագրում հիմնական միջին տարիքի երիտասարդ եւ միջին տարիքի դասախոսներ են, որոնք ակտիվ գիտության մեջ միշտ ինտենսիվ աշխատում են եւ գիտության ստացված այդ արդյունքները միանգամից լսարան են բերում, որը մեծ հնարավորություն է տալիս այն հին դասական ճիշտ է, շատ կարևոր են, բայց այն նորաստեղծ գիտությունը, որը կմտնի լսարան եւ արդեն պատրաստի մասնագետ, ինքը շատ ավելի առաջ կտանի մասնագետին։ Այսինքն փաստորեն առաջատար այդ ճակատում աշխատող գիտնականներ, որոնք անմիջապես հետազոտությունները տրանսֆորմացում են կրթության։ Դեռ քվանտային կետերի մասին իրանք հետազոտություններ չեն անում, բայց ապագայում երևի այդ ոլորտը նույնպես կմխրճվի նյութագետներին։ Ես պատահական չեմ ասում, որովհետև ինքս լինելով տեսաբան եւ նանո կառուցվածքների ֆիզիկայի, պետք է նշեմ, որ մի շարք հոդվածներ իմը տպագրված են քիմիական ամսագրերում։ Ամերիկյան, բրիտանական, հոլանդական եւ պետք է նշեմ, որ այդ ոլորտի ամսագրերում ես շատ հաճախ եմ հանդիպում հոդվածներ, որոնք բավականին լուրջ, դա կարելի ասել նաեւ քվանտային քիմիայի եւ պին մարմնի քվանտային տեսության սինտեզն է իրենց ներկայացնում եւ կարծում եմ այդ տեսանկյունից ֆիզիկոսները եւ քիմիկոսները համագործակցության շատ լայն հնարավորություններ ունեն։ Շատ կարևոր է, էլի, այդ տեսանկյունից։ Դե ֆիզիկոսները տեսությունն են առաջ քաշում, որ պետք է քիմիական նյութը ունենա, այսինքն այն հատկանիշներ ունեցող նյութեր են պետք, այդ տեսությունն է առաջ գալիս, օրինակ նանոչափսի չիպերի արտադրությունը, որը շատ կարևոր է, կամ նոր սերնդի քվանտային հաշվիչ մեքենաների արտադրությունը, դրանց համար կամ արհեստական արևի, որը արդեն կա Կորեայում, այդ ամեն ինչի ստեղծման համար պետք է նյութեր։ Եւ այդ հենց ձուլման հատվածում է լինում, որ կարող են ստեղծեն նյութագետները քիմիական նյութերից համապատասխան որակի նյութեր։ Օրինակ հիշում եմ մի պատմություն մեր շրջանավարտ Խաչատրյան Հայկը, ով այն ժամանակ աշխատում էր Samsung ընկերությունում, դե գիտեք, դիսպլեյների առաջատար ընկերություններից մեկը հենց Samsung-ն է։ Հիմա ինքը աշխատում է Huawei-ում, որպես նյութագիտության լաբորատորիայի վարիչ, այն ժամանակ ասում էր, մենք տեսաբանական հաշվարկներով անում էինք, հաշվում ենք, որ ծալվող էկրանները դժվար հասանելի կամ կարելի ասել անհասանելի դա մեթոդ է, այսինքն այդ ձևի նյութ ստանալը շատ դժվար է, բայց ինժեներները ինչ էին անում, ասում է անկախ ամեն ինչից պատրաստում էին տարբեր հաշվարկային էկրաններ ու փորձում էին ճկել դեպի լավ ուղղությամբ գնալով եւ վերջում հիմա ունենք արդեն ճկուն էկրաններ ընդամենը եւի 5 տարվա աշխատանքային փորձից հետո, եթե ոչ ավելի կարճ։ Եվ իրականում այս ամենը հենց այդ նյութագիտության, այսինքն քիմիայի, ֆիզիկայի եւ ինժեներիայի հետ փոխկապակցված իրար հետ քննարկումն է, վերածածկն է,
որ իրականում ճիշտ է, մենք սկզբից գիտությունը եղել է մեկ ընդհանուր փիլիսոփայություն անունով, հետո ինքը մասնատվել է տարբեր ենթաճյուղերի, բայց հիմա կամաց որ գիտությունը զարգանում է, հասկանում է, որ գիտական նորույթները այն միաձուլման հատվածներում են, սահմանային խնդիրների վրա այո, սահմանային խնդիրների վրա է, եւ իրականում երբ որ ես ուսանողների կամ աշակերտների հետ խոսում եմ, ասում եմ, որ չի կարելի գիտությունը տարանջատել քիմիայի, ֆիզիկայի կամ այլ գիտությունների, որովհետև իրանք փոխկապակցված են։ Ինչ բնագիտությունը իրականում հումանիտար գիտություններն են նույնպես ունեն իրանց գիտական խնդիրները եւ ծածկված են մեկը մյուսի հետ։ Իրականում չունենալով լավ համապատասխան խոսք չես կարող ճիշտ բնագիտական թեզ ներկայացնես։ Հենց այդ է կարևոր, որ հումանիտար բլոկն էլ պետք է ամուր լինի, որպեսզի դու կարողանաս քո գիտելիքը հրամցնես ճիշտ մակարդակի վրա։ Իրական գիտությունը պետք է լինի միաձուլված։ Իսկ երիտասարդների հոսքը ինչպիսին է։ Մի ժամանակ եւ ֆիզիկայի նկատմամբ եւ քիմիայի նկատմամբ նույն որոշակի անտարբերություն կար, որովհետեւ այսպես կոչված մոդայիկ ուղղություններ չէին։ Սակայն հիմա ամբողջ աշխարհում կարելի է ասել բում է, որովհետև տեխնոլոգիաները դառել են ամեն ինչի հենքը եւ քիմիան, ֆիզիկան այդ առումով խաղում են սկզբունքային դեր։ Իրականում մոդայիկ ասելը մի քիչ դժվար է անկախ ամեն ինչից, որովհետև բնական գիտությունները ծանր մասնագիտություն է։ Եվ շատ-շատերին դժվար է հասու դա եւ սովորաբար գիտենք էլեկտրական հոսանքը գնում է դեպի քիչ դիմադրության կողմը, չէ՞, եւ հիմնական հոսքը ուսանողության գնում է այնտեղ, որտեղ հեշտ է եւ որի արդյունքում ավելի հեշտ կարող է ավելի քիչ էներգիա ծախսելով աշխատել եւ ստանալ համապատասխան աշխատավարձ։ Իսկ բնագիտական ոլորտները իրանք ծանր են։ Բացի նրանից, որ դու պետք է իմանաս այն բոլոր ստացիոնար օֆիսային աշխատանքի հմտությունները, դու լրացիչ պետք է իմանաս լրացիչ գիտական գիտելիքներ, հմտություններ, օրինակ լաբորատորիայում աշխատանք, կրես ջարով ազոտներ, բալոններ, կոլբաներ եւ պետք է մեծ քանակությամբ աշխատանք տանես պրոդուկտ ստանալու համար, այլ ոչ թե օֆիսային գնաս համակարգչով մի երկու հատ բան գրես, ուղարկես, դա կստացվի քո աշխատանքային օրը եւ վերջ։ Իսկ դու ինչ որ բան կստեղծես, բնագիտությունը հենց դրանով է հետաքրքիր։ Ասեմ վերջի տարիներին իրականում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մեծ ներդրումներ են արվել գիտության զարգացման վրա, ասեմ, որ մեծ քանակությամբ նորագույն սարքեր ա ձեռք բերվել բազմաթիվ ակադեմիական համակարգում, ինչպես նաև Երևանի պետհամալսարանում, մասնավորապես քիմիայի ֆակուլտետում փորձարարական բազան էապես հարստացվել։ Այո, ես կասեմ, որ մենք չենք զիջում եվրոպական շատ ես դա համարում եմ մեր գիտության պետական կոմիտեի մեծագույն ձեռքբերումներից մեկը եւ անշուշտ պետք է նշել, որ ներկայիս կառավարությունը դա լավ գիտակցում է, որովհետև պետք է նշել այն հանգամանքը, որ մենք իրոք գիտության առումով լուրջ առաջընթաց ունեցանք վերջի տարիների ընթացքում։ Այո, հենց դրա շնորհիվ է, որ երիտասարդությունը արդեն տեսնում է լույս ապագայի վրա եւ ուզում է գնա դեպի գիտությունը, բնագիտությունը, մասնավորապես քիմիա, ֆիզիկա, որովհետև տեսնում է, որ կարող է այդ աշխատանքով ինքը կարող է նաև պահել ընտանիք, հետ սովետյան շրջանում գիտնականները այդքան բարձր աշխատավարձ չեն ստանում, կարելի է ասել աննշան չնչին աշխատավարձ են ստանում, բայց կային նվիրյալներ, որ անկախ ամեն ինչից մնացին գիտությանը եւ պահպանեցին ներկայիս սերնդի համար, իսկ հիմա երիտասարդությունը ինտենսիվ հոսք է ապահովում, ես կասեի, որ կառավարությունը մի քանի մակարդակներում է դա աշխատում, դպրոցական STEM ուղղությամբ նոր կրթական ծրագրերի ներդրումներ, լաբորատորիաների վերանորոգումը, հագեցումը, որը շարունակվում է
բուհական եւ ակադեմիական համակարգում նոր սարքավորումների, տարբեր տեսակի դրամաշնորհերի, վերապատրաստման դրամաշնորհերի, դրսից գիտնականների ներգրավման, համահեկավարների, նաեւ մշակույթներ ներդրվել Հայաստանում, այո, որը թույլ է տալիս միջազգային բարձր մակարդակի գիտությունը ինտեգրել Հայաստանում եւ պատրաստել մի սերունդ, որը ավելի առաջամարտիկ կարա լինի միջազգային ոլորտում։ Պարոն Գալստյան, այդ առումով ինչպիսին է ձեր տեսլականը, քիմիան, ինչպիսի ապագա պետք է ունենա Հայաստանում եւ կա արդյոք հույս, որ ինչ որ ժամանակ հետո մենք կկարողանանք բնականաբար նոր տիպի, բայց ի վերջո քիմիական արդյունաբերություն ձևավորել Հայաստանում։ Թող ոչ մեծ գաբարիտների լինի, բայց բարձր տեխնոլոգիական եւ արդյունավետ։ Իրականում դա կախված է նաեւ մարդկանց ռեսուրսից, մարդկային ռեսուրսից։ Իրականում 3 միլիոն բնակչությունը փոքր թիվ է մեծ արտադրություն ունենալու համար։ Ես հատուկ նշեցի, ոչ գաբարիտային։ Դա անկախ ամեն ինչից մարդկային ռեսուրսները շատ կարևոր են եւ մենք հայ ազգով պետք է ձգտենք չդոփել տեղում եւ 3 միլիոնի սահմանը միշտ պահել։ Այլ պետք է զարգանալ եւ ունենալ հստակ բնակչության աճ, որտեղ մենք ծերացող ազգ ենք, հին ազգերի դա խնդիրն է, բայց պետք է հասկանանք եւ գիտակցենք, որ ազգը պետք է մեծանա, հասնի որոշակի կրիտիկական զանգվածի, որը կարող է բերել մեծ արդյունաբերության բումի։ Իրականում հենց դրա շնորհիվ է օրինակ Չինաստան, Հնդկաստան մեծ Իսրայելը չափազանց բարձր տեխնոլոգիական 400,000 հոգով սկսեցին, բայց այս այսօր 10 միլիոնից ավել է այդ գաղափարն է պետք ամենաբարձր տեխնոլոգիական երկրներից մեկն է աշխարհում։ Իրականում այդ օրինակը պետք է ունենանք։ Օրինակ նույն Խաչատրյան Հայկի հետ որ խոսում էինք մի 6-7 տարի առաջ, ասում է ինչու չես նենց անում, օրինակ Samsung-ը գա այստեղ մեր մոտ ինչ որ մի արտադրություն ներդնի, որը հնարավորություն կտա աշխատողներին գան աշխատեն, բնակչությունը բում ունենա, ասում է առաջարկ եղել է իմ կողմից, իրանց պատասխանը եղել է հետևյալը. դուք այս պահի դրությամբ ինձ 4000 ինժեներ կարող եք տրամադրել, որպեսզի ես գործարան դնեմ, եւ պարզվեց, որ Հայաստանում այդքան ինժեներ չկա, որի արդյունքում, այսինքն մենք պետք է այն մակարդակի հասցնենք մեր բնակչության ծավալը, այսպես ասած, մարդկանց թիվը, որը համամասնորեն կունենա այդ բոլոր ռեսուրսները։ Այսպես ասած, բարեկեցությունը ուղղակի կերպով պայմանավորված է կրթվածության աստիճանով։ Միանշան։ Ես հիշում եմ, որ այս Վենսի այցելությունից հետո մի հրաշալի թիմ էին հրավիրել, եթե չեմ սխալվում, առաջի ալիքի ստուդիա, ծրագրավորողների, մասնավորապես Հրանտ Խաչատրյան, տղաներ էին եկել այդ IT ոլորտի եւ իրենք նույն մտահոգությունն էին արտահայտում, որ ծրագիրը կբերվի, սակայն իրականացնողների քանակը։ Եվ մենք բնական կերպով եկանք հաջորդ հարցին, առավելևս իմանալով, որ դուք շատ ակտիվ եք այդ ոլորտում, դպրոցը։ Մեր խնդիրները այնտեղից է գալի։ Քիմիական կրթությունը դպրոցում, ինչպես եւ ֆիզիկան, էական նահանջ է ապրել այս տարիների ընթացքում։ Ակնհայտ է, որ ամեն ինչի հիմքում նորից մենք պետք է ասենք ընկած այն հանգամանքը, որ ուսուցչի մասնագիտությունը եւ վարչատությունը, մեղմ ասած, ոչ այն մակարդակին են համապատասխանում, որին որ իրականում պետք է համապատասխանել։ Սակայն մյուս կողմից պետք է մտածել նրա մասին, որ այդ երիտասարդներին, մեր աշակերտներին պետք է ինչ-որ ձևով հետաքրքրել այդ գիտությամբ։ Հակառակ դեպքում մենք թույլ բուհ ենք ունենալու եւ հետեւաբար մասնագետների մշտապես սով է լինելու Հայաստանում։ Դուք ակտիվ զբաղվում եք օլիմպիադաներով, աշակերտների հետ աշխատանքով, ինչպիսի հնարավորություններ եք դուք տեսնում այս նոր իրողությունների։
պայմաններում։ Ասեմ, այս վերջի տարիների ընթացքում ինտենսիվացել է աշակերտների կողմից հետաքրքրությունը։ Երևանի պետհամալսարանում մենք կազմակերպում ենք աշակերտների համար շրջայցեր, փորձարարական աշխատանքներ, հետազոտական աշխատանքներ, որտեղ նոր կրթական ծրագրի բլոկերից է նաև հետազոտական նախագծային աշխատանքները, որոնց փորձում ենք մենք որոշակի ծավալով աջակից լինել դպրոցի ուսուցիչների համար։ Բայց նշեցիք, որ դպրոցական այդ կրթությունն է շատ կարևոր, բայց ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք 500-ին մոտ քիմիայի ուսուցչի կարիք։ 500-ի։ Այո, ամբողջ Հայաստանում, որովհետև իրականում հիմնական քիմիա դասավանդող ուսուցիչները դրանք 65 եւ ավելի տարիքի ուսուցիչներն են, այսինքն հետ սովետական շրջանից եկած ուսուցչական կոլեկտիվն է եւ քանի որ այսպես ասած շուկան գրավիչ չի եղել երիտասարդների համար, շատ քիչ երիտասարդներ են գնացել։ Սերնդափոխություն տեղի չի ունեցել։ Այո, սերնդափոխություն չի եղել, իսկ նոր կրթական որակները ադապտացնելու, նոր սերունդ կրթելու համար պետք են ավելի երիտասարդներ, որոնք ավելի մոտիկ կլինեն։ Երբ որ երիտասարդ ուսուցիչ է գալիս, ճիշտ է, ես հարգում եմ մեծերին եւ իրանց փորձին եւ այլն, բայց անկախ ամեն ինչի, երբ որ տարիքային տարբերությունը աշակերտի եւ ուսուցչի մեջ փոքր է լինում, ուսուցիչը ավելի լավ է ընկալում աշակերտի կարիքները եւ կարողանում է այն կարողունակությունները ճիշտ մատուցել աշակերտին եւ աշակերտը կարող է ճիշտ վերցնել դա։ Երբ որ տարիքային տարբերությունը մեծ է լինում, ճիշտ է, կան ավելի մեծ տարիքի ուսուցիչներ իրանց փորձով, որոնք կարող են անկախ ամեն ինչից բացառություններ, որ հրամցնել այդ համապատասխան գիտելիքները եւ կարողունակությունները, բայց մեկ կա, պետք է իրականում բոլոր ոլորտներում միջին սերունդը պետք է լինի հիմնական այդ բեռը կրողը, շարժիչ ուժը, ինչպես դպրոցական կրթության ոլորտում, այնպես էլ նաև արտադրություններում, գիտությունում եւ այլն։ Մեր մոտ այդ հետսովետյան շրջանում վերջին տարիներին այդ ոլորտների չգնահատված լինելու պատճառով մեր մոտ այդ միջին սերունդը ոնց որ գնաց այլ ոլորտներ, որպիսի հայթայթի իր օրվա հացի գումարը եւ չարժևորվեց այդ գործընթացը։ Օրինակ, ես հիշում եմ, երբ հին սովետական ուսուցչական գիտական համայնքի ներկայացուցիչների արժևորման գործընթացը եւ հետսովետյան շրջանում, երբ որ առևտրական ճակերտավոր, այսպես ասած, պեչենի կանֆետ ծախողը ավելի մեծ պատիվ ուներ, որովհետև իր գրպանում գումարը կար, քան ուսուցիչներ կամ գիտնականը, որը սոված, բայց իր նվիրյալ գործը անում էր եւ կրթում էր իրանց երեխեքին։ Այդ գաղափարի փոփոխությունը, հիմա պետք է այդ գաղափարական հետ փոփոխություն արվի, որպեսզի աշակերտները ապակա սերունդը ավելի գիտակից լինի, որ կրթությունը շատ կարևոր է եւ որպեսզի դու կայանաս որպես անձ եւ պետության մասնիկ լինես, որը ստեղծող է, այլ ոչ թե յուրացնող միայն, այսինքն դա շատ կարևոր է։ Ստեղծարար բնակիչը դա մեծ, այսպես ասած, հենք է պետության կայացման մեջ։ Իսկ երբ որ սպառողների շուկա ես ունենում միայն, այդ ժամանակ դու չես կարող ոչ մի բան ստեղծել։ Ընդհանրապես կցորդի դեր ես եւ կախյալ ես ամեն ինչից։ Դրա համար պետք է այդ գիտակցությունը փոխի, որ դու ստեղծարար պետք է լինես։ Եվ հայը հենց հայի այսպես ասած հենքերից այն է, որ հայը միշտ ստեղծարար է եղել, ինչպես շինարար է եղել եւ ինչ արվեստի մեջ եւ այլ տեղեր, ոչ թե սպառող է եղել։ Այլ կերպ ասած, մենք պետք է վերադառնանք մեր ճիշտ ակունքներին։ Այո, ակունքներին է ճիշտ։ Այո, ճիշտ ակունքներին է պետք վերադառնալ եւ վերագիտակցել եւ ասեմ, որ ներկայիս ավելի երիտասարդները, որոնք գալիս են այս առաջի, երկրորդ կուրս, այսինքն 18-19 տարեկան երիտասարդները
իրանք արդեն շատերը արդեն վերաիմաստավորված են գալիս, հասկանալով, որ պետք է ստեղծել, որպեսզի ամուր լինել քո պետության մեջ, թե չէ կդառնաս պանդուխտ մարդ այլ երկրներում։ Առաջ ես հիշում եմ իմ շրջանում մարդիկ երազում էին դուրս գնալ, որպեսզի այնտեղ մնային։ Հիմա հետազոտությունը ավելի շատ տեսնում է դուրսը հնարավորության տեսանկյունից, որ գնա վերապատրաստվի, գա հետ Հայաստան հենքեր գցելու, նոր գաղափարներ ստեղծելու համար, ոնց որ եղել է օրինակ Ստեփան Ղամբարյանը քիմիական արդյունաբերության եւ քիմիական գիտության նոր գիտելիքների պաշար բերելու երկիր եւ զարգացնել։ Այո։ Այդ սկզբունքներ էլի։ Ու դա հենց այն մեր կառավարության այս վերջի տարիների հենց աջանքերի շնորհիվ է, որ այդ փայլա ու երիտասարդների մոտ կա, ասեմ, որ այս վերջի մի քանի ամիս առաջ բացեցինք մեր մոտ քիմիայի ֆակուլտետում մի լաբորատորիա, որը արժի կես միլիարդ դրամ իր սարքային ռեսուրսներով, բացառիկ սարքերով, ու այդտեղ աշխատում են, այսպես ասած, ես օրինակ 3 ֆակուլտետից դուրս էի գալիս, 3 երկրորդ կուրսի եւ առաջի կուրսի ուսանողներ այդ լաբորատորիայում հետազոտություններ էին անում, որը շատ ողջունելի էր, եւ կամած այն շրջանը վերադառնում է, երբ որ երիտասարդությունը ողջևորվածությամբ եւ գիշերվա միջև ասենք կարող է 7, 8, 9 ոչ թե դասերը ավարտելուց հետո թողեն գնան, այսինքն լույսերը վառ են լինում եւ երիտասարդները, որոնք չունեն սահմանափակումներ գիտակցության մեջ, կարող են ստեղծել նոր գիտելիքներ, որովհետեւ երբ որ շատ կարծրացած ես լինում, նոր գիտելիք չեն լինում, դրա համար հիմնական են ստեղծագործողները լինում են մեր երիտասարդները։ Շատ բարի, հաջողություն ձեզ, որովհետեւ շատ կարեւոր գործ եք անում եւ այն ամենը, ինչը որ դուք հիմա զբաղվում եք, չափազանց կարևոր է մեր երկրի ապագայի համար։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Հաջողություն։ Հաջողություն։